Եթե այն ուժերը, որոնք որոշել են, որ Իրանը պետքա չունենա ոչ միայն միջուկային զենք, այլ նաև չպետքա ունենա անկախ տնտեսություն եւ միացյալ դրոշակ, եթե իրանք որոշեցին այս հարցը բարդացնեն, իրանք կարողանան բարդացնել։ Եվ այստեղ շատ տարօրինակ հարց է առաջանում, խնդրում եմ ճիշտ հասկանալ, ես գերռացիոնալ եւ տենց բան եմ անում։ Այստեղ կարող է Հայաստանը ու Թուրքիան լինեն միակ դաշնակիցները, որոնք դրա դեմ պայքարեն։ Առնան դաշնակիցներ, այս որովհետև այդ ուժերը, որոնք հետևն են կանգնած, իրանք հակահումանիտար եւ հակամարտկային բաների կողմնակիցներ են։ Իրենց համար միևնույն է ինչքան մարդ կզոհվի եւ այո, պետությունները կպահպանվեն թե չէ։ Թուրքիային արևմտյան Հայաստանում ապստամբություն պետք չի, ակնհայտ է։ Հիմա պատկերացրեք, որ առանց էլ այդ ականապատ դաշտն է, հազիվ գիտենք այդ ոնց ման գանք, որ ոչինչ չպայթի, ու մեկ է հայտնվում են ինչ-որ անկապ մարդիկ, որոնք նստած են կեսը Թել Ավիվում, կեսը Թել Ավիվից դուրս, ասում են, իսկ գիտեք, եկեք մենք մի հատ քրդական հարցը վերանայենք, բայց մինչև այդ արդեն Իրանի տրոհումը ապահովել է։ Այսինքն Իրանի տրոհումը նշանակում է, որ արդեն այնտեղ ինքը Իրանով պայթուցի կա, այդ պայթուցի կանոնմիջական սահման ունի Թուրքիայի հետ, Բայազեդ, Վասպուրական, այդ ամբողջ տարածքները մենք ունենում ենք խնդիր այդտեղ։ Մենք ենք ունենում խնդիր, Թուրքիան է ունենում խնդիր եւ այլ տարբերակ չի մնում իրավիճակը հանգստացնելու։